Ինչ կլինի իշխանության հետ, եթե նա հրապարակի 2017 թվականի կարգավորման պլանը։ Ես գրազ եմ գալիս ցանկացած մարդու հետ։ Այնտեղ ինչ կա որ չգիտենք։ Որ ոչ մի բան չի լինի, որովհետև այնտեղ ինչ որ կա, արդեն այնքան այդ ծամված, այնքան ամարսված, այնքան բոլորը գիտեն, այնքան դրա մասին խոսացվել է։ Եվ այդտեղ որևէ բան չկա։ Կարճել դրանից որ այ դու, այ հենց դա հրապարակի, կպայթի իշխանությունը, բան դա, ասենք, Հայ ժողովուրդը չհասկանալ ուղղակի իրողությունները։ Հայ ժողովուրդը որպես հավաքականություն իրազեկված է, որ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին մերժել է կարգավորման պլան եւ դրա արդյունքում եղել է պատերազմ։ Ես կարծում եմ հայ ժողովրդի այն հատվածը, որ քաղաքականությամբ հետաքրքրվում է եւ հետեւում է, այո։ Եվ հիմա դա կլինի փաստական հիմք։ Ինչ պետք է անես որ փաստական։ Եվ ցույց տալու համար, որ այս մարդն է փլուզել։ Հա, շատ լավ։ Ինչա փոխվել դրանից։ Ոչ մի բան ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Այդ հարցը մարսված է։ Հասկանում ես, ընդդիմությունը կարճել է մի հարցից, որը այլևս Նիկոլ Փաշինյանը մարսել է։ Անիմաստ ինքը թղթերը հաստատ հրապարակելու է մի շուտ բայ։ Ու դրանից հետո էլ ասելու եկեք դե բանավեճի։ Ու էլի չեն գնալու այդ բանավեճին։ Ես իրան հրավիրում եմ բանավեճի ամեն օր Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի։ Որ օրը որտեղ ուզում է, որ գա ու հաղթեմ բանավիճեմ, թող գա ինձ հաղթի բանավեճում։ Պարոն վարչապետ, ոնց է ուզում։ Արի իրար այդ բանավիճենք։ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին թող արի մենք որպես լավ նոր քաղաքական սերունդ մենք լավ բանավիճենք։ Լավ, Լևոն Տեր-Պետրոսյանը այսքան ամեն օր խոսում ենք, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց միջավայրը այդ հարցն են բարձրացնում։ Հրապարակի 19 թվի պլանը։ Էդմոն Մարուկյանը ինչ է ասելու բանավեճի ժամանակ։ Էդմոն Մարուկյանն ինչ ասել։ Էդմոն Մարուկյանն ասելու է, որ դու չունես առաջարկ հայ ժողովրդին, դու պետք է հեռանաս։ Ոնց է չունեմ, բա խաղաղություն։ Ես պապացուցում եմ, որ խաղաղություն չի բերեինք։ Ես ցույց եմ տալիս փաստորեն, ինքը խաղաղություն չի բերել։ Ես ցույց եմ տալի, որ ինքը համաձայնել է Ադրբեջանի այնպիսի հոդվածներին, որոնք իր հրճակած կարմիր գծերը ոտնահարում են, եւ այդ կարմիր գծերը մինչեւ այսօր ես պահում եմ, նայ, ինքը չի պահում։ Ինքը չի պահել։ Եվ դրա համար էլ մեր ճանապարհները վաղուց տարանջատվել են։ Հիմա ասած ինչն է, այսինքն իր այդ քննարկել անցյալի բանի մասին, որ դու 19 թվին, հա, օքեյ, 21 թվին մարդիկ ոչ մեկը չգիտեին, որ այդ պլանը մերժել է, դրա համար պատերազմ է, որովհետև ինքը չէր ընդունել։ Հիմա ինքը պրիզնատ է եկե, չէ՞։ Իրողությունն է փոխվել։ Բայց արդեն դա մարսվել է կարպիս։ Մարդիկ չեն դուրս գալու փողոցների գետերի պես գնան ասեն, արա, որովհետև ինքը դրա համար նաև ունի իր բանը։ Մի քանի սոուս ուներ, հիմա նոր սոուս է բերել ձեր համար։ Հիմա ասում է, որ համաձայնվեինք, մենք դա քննարկել ենք, բայց չեն քննարկել, դες բան չկա։ Որ համաձայնենք, հե, անկախությունը կվնասվեր։